ձեռնել այս առումով։ Շատ լավ։ Շնորհակալություն, Լիլիթ Ստեփանյան, հաջորդ հարցը Մրամցի։ Շնորհակալ եմ, Տիկին Ջուլհակյան, Շնորհակալ եմ նախագիծը ներկայացնելու համար եւ հարց ունեմ, ինչպես նաեւ հարցի հետ կապված փոքրիկ նախաբան, վերջերս երրորդ նախագահը հայտարարեց, որ իրենց ուժը ուղղակի չի մասնակցելու ապագա համամասնական ընտրություններին եւ դրան մասնակցելու է անուղղակի եւ հարայնացվեցին որոշ ձայնագրություններ հեռախոսային, որտեղ հիմնական գործող անձինք հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն էին եւ այստեղ կարելի է հասկանալ ըստ էության թե ինչ է նշանակում անուղղակի չենք մասնակցի, իրենց վրա վերցրել են անուղղակի ընտրակաշառք բաժանելու այս լուրջ պարտավորությունը Եվ 2018 թվականից հետո մենք տևական ժամանակ չէինք օգտագործում եւ չէինք էլ լսել ընտրակաշառք բառը, բայց ցավոք նախկինները, այսպես ասած, իրենց ողջ արժե համակարգին բնորոշ տրամաբանությամբ դարձյալ ուզում են հետ վերադարձնել իրենց իշխանության հիմնական աղբյուրը։ Դուք ձեր նախագծի հիմնավորումում նշում եք, որ եթե քվեաթերթիկի կամ ծրարի մեջ լինին լրացուցիչ իրեր, որոնք ըստ էության պետք է հիմք հանդիսանան հասկանալու համար գումար տվողին, թե արդյոք տվյալ անձը, քաղաքացին, ընտրողը իր կողմից տրված պահանջի համաձայն ընտրություն կամ գումարի դիմաց ընտրություն կատարել է, թե ոչ։ Ես կցանկանամ հասկանալ օրենքի նախագիծը, ավարտում եմ, օրենքի նախագիծը, երբ որ փորձել եք ներկայացնել եւ հիմնավորել, արդյոք կապ ունեն Գյումրու, Փարաքյարի եւ վերջերս Էջմիածնի ընտրությունների հետ կապված նման դեպքեր եղել են, թե ոչ։ Ես չեմ կարող ասել նման դեպք այնտեղ եղել է թե ոչ, ընդհանրապես կարող եմ ասել, այսքան կոնկրետ քվեարկության ծրարում այլ իրի արկայություն եղել է թե ոչ։ Բայց ես պետք է ասեմ, որ մենք նման կարգավորում ընդունել ենք դեռևս 2021 թվականին, այսինքն մինչև 24 թվականի փոփոխությունները, այդ կարգավորումը եղել է եւ կարծում եմ, որ այդ կարգավորումը բավականին լուրջ կանխարգելիչ ազդեցություն է ունեցել այն բանի վրա, որ դա պարզապես տեղի չունենա, որովհետեւ մարդը, որը իմացել է, որ եթե ինքը օրինակ տա ընտրակաշառք եւ այն մարդուն ում տվել է ընտրակաշառք ասի դու ծրարի մեջ կդնես ինչ որ տարբերակող իր, որից ես հասկանամ դու քվեարկել ես թե ոչ եւ այդ քվեաթերթիկը անվավերա դարձել օրենսդրության համապատասխան, որը գործել է մինչև 24 թվականի դեկտեմբերի փոփոխությունները, ապա բնականաբար այդ քայլը այլևս չի կատարվել, այսինքն կանխարգելվել է այդ արարքը։ Հիմա այս փոփոխության նպատակը նորից դա է, որ այդ 5 կարգավորումը վերադարձվի մեր ընտրական օրենսդրության կարգավորումների մեջ եւ գալիք ընտրությունների ժամանակ նույնպես այդ կանխարգելիչ ազդեցությունը ունենա։ Շնորհակալ եմ, ես ուզում եմ կարևորել մեր քաղաքացիների համար, որ ընտրակաշառք տալը, ընտրակաշառք վերցնելը եւ այդ քվեաթերթիկի կամ ծրարի մեջ գտնվող լրացուցիչ իրը ուղիղ փոխկապակցված են իրար հետ, որը այդպես իրենց կողմից արդեն վերահսկողության որոշակի գործիքների մասին է խոսում եւ երկրորդ հարցը Տիկին Ջուլհակյան խոսեցիք դաշինքների կամ քաղաքական միավորների անձնանունների հետ կապված անթույլատրելիության հետ։ Ես օրինակ վերջերս իմացել եմ, որ կա մի քաղաքական ուժ, որը քաղաքացիական գծի քաղաքական դիրքորոշումը, այն է բոլորին դեմ եմ, դարձրել է քաղաքական ուժի անվանում եւ կարծես թե պատրաստվում են հենց այս անվանումով առաջիկա ընտրություններին մասնակցել։ Այս դեպքում ընտրական օրենսգիրքը կուսակցությունների մասին օրենքը ինչ է ասում, երբ որ օրինակ քաղաքացու կոնկրետ դիրքորոշումը քաղաքական վերցվել է եւ դարձել է քաղաքական ուժի անվանում։ Ես վստահ չեմ, որ օրենսդրական կարգավորումները կոնկրետ բան այս մասով ասում են, բայց կարծում եմ, որ նման անվանման ընտրությունը կուսակցության համար կարող է մոլորեցնող հանրության համար մոլորեցնող ազդեցություն ունենալ եւ այս հարցը հավելյալ իհարկե կարող ենք քննարկել, թե այս դեպքում արդյոք որը պետք է լինի օրենսդրի պետության մոտեցումը, լուծումը առհասարակ, բայց համենայն դեպս ես տեղյակ չեմ նման կարգավորումից, որը ուղղակիորեն արգելում է նման բան։ Հովիկ Աղազարյան։ Շնորհակալ